Պարոն Սաղաթելյան, իրականում ընդամենը մի հարց եմ ուզում տալ, որտեղից ձեզ այդ վստահությունը, որ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմը քվեարկում են եւ չի քվեարկում քաղաքացիական պայմանագիրը, այն դեպքում, երբ ես պարոն Աղաջանյան անգամ առաջարկում ենք, ասում ենք՝ մի մասնակցեք, մենք գնանք սիրուն 54 ձայնը ապահովենք, դուք ընտրվեք ազգային ժողովի փոխնախագահ։ Խոսում եք այստեղ նրանից, որ ավելի լավ կլիներ անվավերի փոխարեն դեմ քվեարկել, հստակ լինել ավելի, դե հիմա եկեք դուք էլ հստակ ասեք, հստակ, քանի ձայն է ձեզ պետք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ընտրվելու համար, հստակ։ Չէ, բայց ուզում եմ հասկանամ, դուք լուրջ առաջարկ եք անում ու ձեզ թվում է, որ ձեր առաջարկով մեր երկու խմբակցությունները կհրաժարվեն քվեարկությունից ու հենց դուք կգաք այս ամբիոնում եւ կանգնեք կասեք տեսակ, սցենար, այսինքն են ասած ավարտին կհասցնեք, ովքեր չէին քվեարկում։ Որևէ մեկը չի կարող մեզ առաջարկել խմբակցություններին չմասնակցել այդ քվեարկությանը, ինչ ասել ենք ուժի մեջ է, գնդակը ձեր դաշտում, քվեարկեք ինչպես որ ուզում եք։ Արձագանք խնդրեմ։ Պարոն Սաղաթելյան, եթե այստեղ մեր միտումը լիներ չարախնդալը ձեզ վրա, հավատացեք, արդեն իսկ այս երկու քվեարկությունները բավականին մեծ առիթ էին չարախնդալու համար, բայց բնավ, մեր նպատակը դա չէ, մեր նպատակը հնարավորինս շուտ այս գործընթացը ավարտին հասցնելը եւ ազգային ժողովի բնականon աշխատանքին անցնելն է։ Դրա համար ընդամենը պարզ հարց եմ տալիս, քանի ձայն է ձեզ անհրաժեշտ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Պարզ։ Շնորհակալություն։ Չեք կարող իմ վրա չարախնդալ եւ ձեզանից որևէ մեկ։ Դա մեկ։ Ու ձեր արտահայտություններում զգուշ եղեք։ Քանի ձայն է պետք, ամեն ինչ շատ պարզ է եւ հստակ։ Դուք այն որ խոսում եք, երկիրը ունի բազմաթիվ խնդիրներ, կարևոր հարցերով զբաղվենք, կա տեխնացու, կա քվեարկություն։ Դուք ձեր մեջ կողմնորոշվեք, որոշում կայացրեք, կամ արժանապատվորեն, ասեք մենք դեմ ենք, Իշխան Սաղաթելյանը մեր սրտի տեխնացուն չի, մենք չենք կարող իրեն քվեարկել, մի քվեարկեք, անցնենք առաջ։ Իսկ նորից եմ կրկնում, եթե դուք 20 անգամ էլ այդ հարցը կրկնեք, ձեզ քանի ձայն է պետք, ու ես ձեզանից ձայն խնդրեմ, չեմ խնդրելու։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, ընտրվեմ, չընտրվեմ, իմ համար միևնույն է։ Սա իմ համար քաղաքական պայքար է, ես այս պահին կատարում եմ Հայաստան դաշինքի քաղաքական որոշումը եւ վերևում նստած կլինեմ թե ներքևում, իմ պայքարի մեջ որևէ բան չի փոխվելու։ Շնորհակալություն, Արմեն Խաչատրյան։